Ջրի արտահոսքի հետքերով նորակառույց շենքը արտահայտվել է հետևյալ կերպով վահանիքի մեջ նախնական հետազոտություններն արել, հավատական ամբողջովին խոնավաչափով գերխոնավ է, պատերի մեջ չի բարձրացել, արտահայտվել է այս հատվածներում, նաև մուտքում արտահայտվել է հետևյալ կերպով, էլի համալրվող է, հասկանանք։ Ուսումնասիրությունների փուլում, այսինքն ճշմախողովակները բացառում եմ, ճշմախողովակների ճշումները պահեց, մի թեթև անկում ունենք, այնտեղ խոհանոցի լվացանի տակ մի հատ փականից մանր արտահոսք եմ դիտարկել, դրա հետ եմ կապում, ներկառուցող զուգարանի մեջ դիտարկել եմ, դա էլ եմ բացառում, անցնենք օրագծերը ստուգելուն։ Պատվիրատունը նախապես ասեց, որ ինչ-որ խցանված, այսինքն վահանան օգտագործելուց խցանում է դիտարկում։ Ինչ դիտարկելով խնդիր ունենք, այսինքն խոյուղագիծն ծագել, զյուվե շուրուբնա մեջը, այս հատվածից մտած ու այս ներկառուցող զուգարանի մոտ է, բացի դա ներկառուցող զուգարանի մոտ ունենք մի ուրիշ խնդիր ևս, այսինքն այս ոտքն էլ է ըստ երևույթին ծակել, հələ չենք հասել իրան ու շուրուբը վերև այլ, այսինքն կարկասը փախել է, կոպիտ ասած կարկասը մի ոտով ոտի մեջ է։ Ավելի դետալային ստուգումները, այսինքն այս սվերլոնը ծակել ստեղ ու այս հատվածն է, այսինքն սկվեզնոյն ծակել, վառոնքն էլ երևում է, այսինքն ջուրը հացվում է այդ հատվածը։ Հիմա պետք է ինչ-որ մի ձև փորձենք հասկանանք այդ երկրորդ ոտքը ծակելուց էլի խողովակաշարը ծակվել է, որտեղ այս չի թողում կոնստրուկտիվ կամերան մտնի, հեսա հասկանանք այն բարակը կմտնի։